Ձեր վատ սովորությունները խանգարում են ձեզ ապրել լիարժեք կյանքով։ Դուք հուսահատված եք եւ կարծում եք, որ այլևս շանս չունեք ինչ-որ բան փոխելու։ Ուզում եմ ասել, որ պետք չէ հուսահատվել, քանի որ ամեն ինչ դեռ ավարտված չէ։ Նայեք այս հոլովակը մինչև վերջ ու հավատացնում եմ ձեզ, որ այն կարող է փոխել ձեր կյանքը։ Եթե դուք ուզում եք այլ արդյունքներ ունենալ ձեր կյանքում, ապա պետք է փոխեք այն գործողությունները, որոնք բերել են այդ արդյունքներին։ Իսկ այդ գործողությունները այն սովորություններն են, որոնք անընդհատ կրկնվում են ձեր կյանքում։ Ողջույն ընկերներ, բարի գալուստ իմ YouTube-յան ալիք։ Սովորությունների ձեռքբերումը մեր կյանքում տեղի է ունենում ավտոմատ կերպով, առանց մեր վերահսկողության, բայց դրանք փոխելը դառնում է կարծես մի բարդ process, որն արդեն պահանջում է ձեր գիտակցությունը, կամքը եւ ջանքերը։ Ինչու է շատ մարդկանց համար դժվար փոխել իրենց սովորությունները։ Եկեք մի փոքր դրա մասին խոսենք։ Ընդհանրապես սովորությունները դրանք միայն անընդհատ կրկնվող գործողությունների հաջորդականություն չեն։ Անընդհատ կրկնվող սովորությունները ժամանակի ընթացքում ձևավորում են ձեր համոզմունքները, աշխարհընկալումը եւ ի վերջո ձեր ինքնությունը։ Դրանք ավելի խորը հոգեբանական ազդեցություն են թողնում ձեր կյանքում, քան դուք կարող եք պատկերացնել։ Երբեմն ձեր վատ սովորությունները ձեզ կարող են շատ անվնաս թվալ, բայց երկարաժամկետ հեռանկարում դրանք կարող են շատ ծանր հետևանքներ թողել ձեր կյանքում։ Հաճախ մարդիկ իրենց վատ սովորությունները սխալմամբ ընկալում են որպես պատճառ, որը պետք է փոխվի։ Բայց սովորությունները դրանք պատճառը չեն, այլ ընդամենը այն ախտանիշները, որոնց հիմքում ընկած է գլխավոր պատճառը, որոնք ձեր համոզմունքներն են։ Իսկ այդ համոզմունքները ձևավորել են այն ինքնությունը, որն էլ հանդիսանում է հենց ձեր վատ սովորությունների իրական պատճառը։ Իսկ ինչ է նշանակում ինքնություն։ Դա այն է, թե ինչպես եք դուք ընկալում աշխարհը, մարդկանց, ինչպես եք մեկնաբանում երևույթները, ինչպես եք արձագանքում ձեր կյանքում տեղի ունեցող լավ կամ վատ իրադարձություններին, նույնիսկ այդ ինքնությունից են բխում կյանքում ձեր կողմնորոշումները, մասնագիտական, կրոնական, նույնիսկ կյանքում կողակից ընտրելու հարցում։ Այս ինքնությունն է ձեզ ստիպում որոշել ինչն է վատ, ինչը լավ։ Այն կանխորոշում է այն ճանապարհը, որը դուք կանցնեք կյանքում։ Բայց այդ ինքնության պարադոքսալ կողմը կայանում է նրանում, որ դուք այն չեք ձևավորել։ Մեր ինքնությունը ձևավորվում է դեռևս 5-ից 6 տարեկանից սկսած, երբ ընտանիքը, դպրոցը, փողոցը, հասարակությունն իրենց ազդեցությամբ նպաստում են այդ ինքնության ձևավորմանը։ Ծնողները ձեզ սովորեցնում են ընտրել մեկը եւ մերժել մյուսը, որը հաճախ չի համընկնում այն կարծիքներին, որին դուք բախվում եք դպրոցում։ Դպրոցը ձեզ առաջարկում է մեկ այլ ընտրություն, որն ավելի ուշ չի համընկնում հասարակության կարծիքի հետ։ Այս խառնաշփոթի ընթացքում դուք չեք էլ նկատում, որ աստիճանաբար այս կարծիքներն ու համոզմունքները ձևավորում են ձեզ, եւ ավելի ուշ գիտակցական կյանքում դուք ոչ թե ընտրություն եք կատարում, որովհետեւ ինքներդ վերլուծել եք եւ հասկացել եք, այլ պարզապես ենթագիտակցաբար անում եք այն ընտրությունը, որը թելադրում են ձեր համոզմունքները։ Եվ իհարկե նկատի չունեմ, որ ծնողները կամ դպրոցը բացառապես սխալ համոզմունքներ են ձևավորում ձեր ներսում։ Սակայն հիմնականում դրանք սերնդեսերունդ փոխանցվող տվյալ ժամանակից կամ հանգամանքներից բխող կարծրատիպեր են, որոնք այսօր ոչ միայն հնարավոր է ձեզ չօգնեն կյանքում, այլև հակառակը կարող են նույնիսկ խանգարել ձեզ կառուցել ձեր կյանքը։ Եկեք մի օրինակ դիտարկենք։ Եթե դուք ծնվել եւ մեծացել եք Խորհրդային Միության տարիներին, ապա գիտեք, որ այդ ժամանակաշրջանում մասնագիտական ընտրությունը հաճախ կախված էր պետության կարիքներից։ Աշխատաշուկան կազմակերպված էր պետական մակարդակով եւ կար աշխատանքի բաշխում։ Ավարտելուց հետո ուսանողներին հաճախ ուղարկում էին աշխատանքի այնտեղ, որտեղ պետությունն էր դա անհրաժեշտ համարում։ Որոշ մասնագիտություններ դիտվում էին որպես ավելի պետականորեն կարևոր, օրինակ ինժեներությունը, ֆիզիկան, քիմիան, գյուղատնտեսությունը։ Մասնագիտություն ստանալը հատկապես տեխնիկական եւ գիտական ոլորտներում ընկալվում էր որպես սոցիալական առաջընթացի հնարավորություն։ Սրան զուգահեռ գիտության որոշ ճյուղեր, ինչպես հոգեբանությունը կամ սոցիոլոգիան, սահմանափակված էին կամ գտնվում էին գաղափարական հսկողության տակ։ Այս ամբողջ համակարգը իր պրոպագանդայով սերունդների մեջ ձևավորում էր հենց այսպիսի համոզմունքներ։ Սակայն այսօր 35 տարի անց ոչ միայն այլևս գոյություն չունի Խորհրդային Միությունը, այլև գոյություն չունի տվյալ գաղափարախոսությունը, տվյալ համակարգն այլևս չի գործում, մասնագիտական կողմնորոշման մոտեցումն այլևս նույնը չէ,
Այսօր մարդիկ ավելի ու ավելի շատ են զբաղվում հոգեբանությամբ եւ սոցիոլոգիայով եւ ավելի ու ավելի քիչ պահանջարկ ունեն այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են ինժեներությունը կամ գյուղատնտեսությունը։ Խորհրդային Միության ժամանակ ապրած մարդկանց համոզմունքները չեն կարող այսօր օգնել մասնագիտական ճիշտ կողմնորոշման հարցում, քանի որ դրանք չեն տեղավորվում այս ժամանակաշրջանի ընկալումներում։ Եվ հարցն այստեղ իրականում այնքան էլ ճիշտն ու սխալը չէ, այլ ժամանակաշրջանը, կյանքի եւ մարդկության պահանջմունքները։ Եվ սա չի առնչվում միայն մասնագիտական կողմնորոշման հետ։ Նույն կերպ սա առնչվում է կողակից ընտրելու, ամուսնության, ընտանիք կազմելու հարցին։ Դարձյալ հետ վերադառնանք Խորհրդային Միության տարիներին։ Վիճակագրական տվյալներով 1960-ից 80-ական թվականներին կանայք ամուսնանում էին 20-ից 22 տարեկան հասակում, իսկ տղամարդիկ 23-ից 25 տարեկան հասակում։ Ընտանեկան կյանքը համարվում էր սոցիալական նորմ, իսկ վաղ ամուսնությունը մի տեսակ պարտադիր։ Վերջին 30 տարիների ընթացքում այս թվերը կտրուկ փոխվել են։ Վիճակագրական այսօրվա տվյալներով, իսկ ավելի կոնկրետ 2020-ից 25 թվականներին, կանայք ամուսնանում են 26-ից 27 տարեկան հասակում, իսկ տղամարդիկ 29-ից 30 տարեկան հասակում, երբեմն նույնիսկ ավելի ուշ։ ԽՍՀՄ-ում շեշտը դրվում էր ընտանիք կազմելու վրա, որպես սոցիալապես խրախուսվող քայլ, իսկ այսօր շեշտը դրվում է ավելի շատ ինքնակատարելագործման, կայունության եւ ազատ ընտրության վրա։ Բայց արդյոք խնդիրը միայն սրանում է կայանում։ Խորհրդային Միության ժամանակ գործող համակարգը դպրոցական տարիքից սկսած տալիս էր մասնագիտական կողմնորոշման, այնուհետև այդ մասնագիտությունն անվճար ձեռք բերելու, հետագայում դրանով աշխատելու եւ վաստակելու հնարավորություն։ Իսկ նորաստեղծ ընտանիքի համար նախատեսված տան հոգսը իր վրա էր վերցրել բացառապես պետությունը։ Երիտասարդ մարդկանց մնում էր միայն հանդիպել իրար եւ կազմել ընտանիք։ Ահա այս համոզմունքներով ու այսպիսի ինքնությամբ էին ապրում մարդիկ այդ ժամանակաշրջանում։ Այսօր պատկերը բոլորովին այլ է։ Մենք չունենք մասնագիտական կողմնորոշման համակարգված մոտեցում, կրթությունը թանկ է։ Աշխատատեղերն այնքան էլ շատ չեն, ցածր աշխատավարձ եւ իհարկե պետությունը չի պատրաստվում հոգ տանել ձեր բնակարանի համար։ Եթե առաջ մարդիկ առաջնորդվում էին գործող համակարգով, ապա այսօր ամեն բան կարծես հիմնված է ձեր անձնական իմպրովիզացիայի վրա։ Եվ հենց այստեղ տեղի է ունենում սերունդների բախումը, որն իրականում բախում է ոչ թե մարդկանց միջև, այլ նրանց համոզմունքների միջև։ Նախկին պարադիգմաներով ապրող մարդիկ չեն հասկանում այն մարդկանց, ովքեր մտածում են կարիերայի մասին, տուն գնելու մասին, բայց ոչ շուտ ընտանիք կազմելու մասին։ Իսկ այսօր ապրող սերունդը չի հասկանում նախկին պարադիգման, թե ինչպես կարելի է վաղ տարիքում ընտանիք կազմել, եթե դու դեռ չունես մասնագիտական հաջողություններ, տուն եւ այլն։ Ես վերեցի այս օրինակները պարզապես ցույց տալու համար, որ երբեմն մարդկային համոզմունքները դրանք ժամանակաշրջանի գաղափարախոսության պրոպագանդայի արդյունքն է, որը մեկ այլ ժամանակաշրջանում կարող է խանգարել կյանքը արդյունավետ կառուցելու հարցում եւ նույնիսկ կարող է հանգեցնել բախումների։ Ինչպիսին են ձեր համոզմունքները կամ ձեր պարադիգմաները, որոնք այսօր դուք կրում եք։ Արդյոք երբևիցե գիտակցաբար քննել եք դրանք։ Նայել եք արդյոք դրանց օբյեկտիվ տեսանկյունից։ Վստահ եք արդյոք, որ դրանք այնքան ճիշտ են, որ նույնիսկ ենթակա չեն կասկածի տակ դրվելու։ Այսօր գուցե դուք համոզված եք, որ կյանքն անարդար է ձեր նկատմամբ, քանի որ դուք արժանի եք ավելիին, սակայն դա այն է, ինչ դուք մտածում եք գիտակցական մակարդակում։ Բայց ձեր ենթագիտակցության մեջ արմատացած համոզմունքները, որոնց մասին դուք տեղյակ էլ չեք, ձեզ կրկնում են ուղիղ հակառակը, որ դուք արժանի չեք ավելիին, որ բավականաչափ լավը չեք ավելին ստանալու համար։ Դուք այդ ձայնը լսում եք անընդհատ եւ համաձայնվում եք այդ կարծիքի հետ։ Դուք մտածում եք, որ դա ուրիշների կարծիքն է ձեր մասին, որ մարդիկ էգոիստ են եւ մտածում են, որ դուք արժանի չեք որևէ լավ բանի։ Բայց դա իրականում հենց ձեր կարծիքն է ձեր մասին։ Դուք ինքներդ ձեզ արժանի չեք համարում որևէ լավ բանի։ Այս միտքը գուցե զարմացնի ձեզ, եւ դուք կարող եք ասել, բայց ես այդպես չեմ մտածում իմ մասին։ Հակառակը, ես մտածում եմ, որ ես արժանի եմ այս աշխատանքին կամ այդ աղջկան, կամ ես վստահ եմ, որ ես արժանի եմ ամուսնանալ եւ ընտանիք կազմել, քանի որ կարող եմ լավ կին լինել։ Սա դուք ասում եք այն պահին, երբ գիտակցաբար եք մոտենում հարցին։
Բայց ձեր որոշումներն ու քայլերը ավտոմատ կերպով հաջորդում են մեկը մյուսին հիմնվելով այն պարադիգմաների վրա, որոնք գտնվում են ձեր ենթագիտակցության մեջ։ Եվ հենց այդ պարադիգմաներն էլ որոշում են, թե ինչպիսի սովորություններ դուք կունենաք։ Եվ այսօր այն սովորությունները, որոնք ձեզ տհաճություն են պատճառում եւ որոնցից դուք չեք կարողանում ազատվել, ձեր համոզմունքների երկրորդական հետևանքն են ձեր կյանքում։ Նախորդ հոլովակում ես խոսում էի ատոմային սովորություններ գրքի մասին, որը մեծ ազդեցություն է թողել իմ կյանքում, եւ որը ես համարում եմ սովորությունների մասին ամենահամակարգված եւ բացառիկ պարզ լեզվով գրված գիրքը մեր օրերում։ Այս գրքում հեղինակը ձեր համոզմունքները եւ դրանցից բխող ինքնությունը ներկայացնում է որպես համակարգ, եւ ձեր սովորություններն էլ բխում են ձեր ներսում եղած համակարգից։ Ուստի երբ դուք ցանկանում եք ազատվել վատ սովորություններից եւ ձևավորել առողջ սովորություններ, ապա դուք պետք է աշխատեք ոչ թե բուն ձեր սովորությունների հետ, այլ ձեր համոզմունքների կամ ձեր ներսում եղած համակարգի հետ։ Նա խոսում է այն մասին, որ եթե դուք փոխեք ձեր ինքնությունը, ապա ձեր սովորություններն ավտոմատ կերպով կփոխվեն։ Եթե դուք ուզում եք հրաժարվել օրինակ ծխելու սովորությունից, ապա նպատակ մի դրեք ձեր առաջ թողնել ծխելը, այլ նպատակ դրեք դառնալ մարդ, ով առողջ ապրելակերպ է վարում եւ ծխող չէ։ Երբ դուք նպատակ եք դնում ազատվել ծխելու սովորությունից եւ անընդհատ կրկնում եք, որ ուզում եք թողնել ծխելը, ապա ձեր ուղեղը չի ընկալում այն, որ դուք ուզում եք թողնել ծխելը, այլ ընկալում է այն, որ դուք անընդհատ մտածում եք ծխելու մասին։ Ձեր ինքնությունը մնում է նույնը, բայց դուք փոխարենը փորձում եք ազատվել վատ սովորությունից։ Միգուցե մեկ այլ հոլովակում ես ավելի մանրամասն կխոսեմ, թե ինչպես թողնել ծխելը, բայց սա վերաբերում է ցանկացած սովորության, որը դուք ցանկանում եք փոխել կամ ձեռք բերել։ Եթե դուք նայում եք հայլու մեջ եւ մտածում եք, որ դուք այնքան գեր եք, որ նման եք Վինի Պուխին եւ դրա հետ մեկտեղ ուզում եք ազատվել ավելորդ քաշից, ապա վստահ եմ, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվի։ Դուք ժամանակավորապես փոխում եք ձեր սովորությունները, որպեսզի հասնեք ձեր նպատակին, սակայն ձեր համոզմունքները եւ դրանցից ձևավորված ինքնությունը չի փոխվում։ Եվ երբ դուք հասնում եք սահմանված քաշին, ձեր նպատակն արդեն իրագործված է եւ ձեր մոտիվացիան արդեն ընկել է։ Իսկ ձեր սովորությունները մնացել են նույնը։ Այդ պատճառով դուք կարճ ժամանակ անց վերադառնում եք ձեր նախկին քաշին եւ հայտնաբերում եք, որ ոչինչ չի փոխվել։ Դուք դարձյալ ուտում եք չափից ավելի շատ, օգտագործում եք անառողջ սնունդ եւ դադարում եք զբաղվել սպորտով։ Դրեք ձեր առջև նպատակ դառնալ մարդ, ով սնվում է առողջ, մոռացեք քաշի մասին, պարզապես դարձեք առողջ սնվող մարդ, սկսեք մտածել ձեր մասին այդպես, հաղորդեք ձեր ուղեղին այդ ազդակները եւ աստիճանաբար այն կընկնի ձեր ենթագիտակցության մեջ։ Մի դրեք ձեր առջև կարճաժամկետ նպատակ շաբաթը 3 անգամ գնալ մարզասրահ։ Սկսեք մտածել ձեր մասին որպես մի մարդու, ով պարզապես ռեգուլյար զբաղվում է սպորտով։ Փոխեք ձեր համոզմունքները ձեր մասին եւ դուք այլևս կարիք չեք ունենա անընդհատ աշխատել ձեր սովորությունների վրա կամ առավել եւս հետ վերադառնալ ձեր նախկին սովորություններին։ Ես խորհուրդ եմ տալիս նաեւ կարդալ ատոմային սովորություններ գիրքը, իսկ եթե արդեն կարդացել եք այս կամ այլ գիրք սովորությունների մասին, ապա կսպասեմ ձեր կարծիքներին մեկնաբանություններում։ Շնորհակալություն, որ դիտեցիք այս հոլովակը։ Կիսվեք դրանով ձեր ընկերների հետ, հավանեք այս հոլովակը, քանի որ դա նպաստում է, որ այն ավելի տարածվի եւ հասանելի լինի ավելի շատ մարդկանց։ Հիշեք գրել մեկնաբանություններում ձեր կարծիքը, պատրաստ եմ հետևել նաեւ ձեր քննարկումներին այնտեղ։ Եթե դեռ չեք հասցրել բաժանորդագրվել ալիքին, ապա կարող եք հիմա բաժանորդագրվել եւ սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի առաջինը տեղեկանաք նոր հոլովակների մասին։ Առայժմ